շրջափակվելու ես, բարև ձեզ, շնորհակալություն, հաջողություն։ Սա է արին։ Դուք փաստեր եք ներկայացրել, որ Ադրբեջանի տարբեր գործիչներ սատարում են ու նաև Նիկոլ Փաշինյանին ու նաև դիմել եք Եվրամիության դեսպաններին, ասեք ունեք նոր փաստեր եւ ըստ ձեզ ինչու են նրանք սատարում Նիկոլ Փաշինյանին։ Երբ Եվրամիությունը հայտարարեց, որ Ռուսաստանի միջամտության դեմ պայքարում են, ասենք շատ լավ։ Պայքարում եք, լավ եք անում։ Ճիշտ է դա, բայց մենք էլ հայտնաբերել ենք ադրբեջանական միջամտություն, դիմեցի, ես հանդիպում ունեցա Եվրամիության պատվիրակությունում, նրանք ինձ խոստացան, որ կքննեն այն բոլոր գործերը, որ ես կուղարկեմ։ Եվ դրանից հետո ես ապացույց ուղարկեցի եւս մենք այդ падգամավորի ազգանունը Ուրոդ եմ ասել, պարզվում է, որ Ուրադա ոնց որ թե, բայց Ադրբեջանի падգամավորի, սակայն ինչ տարբերություն, բայց օրինակ ինչ ասել, ես վերջում մի քանի առաջ ասում է հայտարարությունը, գիտեք ինչ ասում, ասում է, բանը, այս որ Ադրբեջանի նախագահը ասել էր, որ բժիշկներին Հայաստանը վերաբերմունքը հայերի պարզելու համար պետք է բժիշկներ լինեն, հոգեբույժներ ու հոգեբաններ։ Այս հարցազրույցը տվել, ասում է, падգամավոր իշխանության է, ասում է, հա ճիշտ է արել։ Այդտենց պետքա տեղը դրեցինք, այ փառքաստու լավա, որ վերջապես նենց իշխանություն է եկել Հայաստանում, խելքը գլուխներն են հավաքել, բայց եթե են ընդդիմությունից գան իշխանության, մենք պետքա այդ երկաթե բռունցքը ցույց տանք, պատերազմի մասին պետք է խոսենք, ուժով ենք լուծելու, այսինքն այ քեզ բան, ու Հայաստանի ղեկավարը, որը ասես գորգորում է, չէ, լաչարություն անում, ամեն օր գալիս է այդ էմոցիաները արտահայտում է իբր բան ընդդիմության վրա եւ այլն, կնոջ վրա է գոռում, հայ կնոջը Այ տղա, դու, այսինքն ինչ տղա է, որը եղանդ է, այդքան ասում եմ տղա, հետո հիշում եմ ընդել ղզիկ տրամադրություններ, ինչ տղա, դու հայ կնոջ վրա կարած քեզ թույլ տաս գոռաս, զոհվածի մոր վրա կարած քեզ թույլ տաս գոռաս, բա դու մի հատ Ադրբեջանի նախագահային սեղանի տակը մտնում ես, ասում ես, ինձ է կկարենա կանչեք Բաքու, ես է կգամ էլի, գնա հիմա էլ կընդունեն, բայց հարցը հետևյալն է, մենք որովհետև ինքը իրականացնում է Ադրբեջանի ռազմավարական նպատակները։ Ադրբեջանում այդպես էլ հստակ ասում են, որ մենք վերջապես ունենք Հայաստանում իշխանություն, որ իրականացնում է մեր ռազմավարական նպատակները։ Սա է, որ չպետք է թողել եւ մենք պետքա դուրս գանք այս վանդակից, այս թակարդից, ժողովուրդ ջան, ես լինեմ երբեք այս պայմաններում Ադրբեջանի հետ չի կարելի մենակ մնալ հարաբերություններում, արտաքին միջնորդներին իրարից վանել են, հեռու են տարել, ինչ են անում, ասում մենք Ադրբեջանի հետ հարցերը կլուծենք, հետո լուծում եք, էլի։ Այդ հարցերից մեկն էլ մեր գերիների վերադարձի հարցն է, այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է, պարոն Թաթոյան